Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 11։ Որովհետև մեղքը չի տիրի ձեզ վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ։ Հռովմայացիս 6:14 խոսք։ Մեղքը կիշխի, եթե կարողանա, այն չի կարող բավարարվել սրտի գահից ցածր որևէ տեղով։ Երբեմն մենք վախենում ենք, որ այն կհաղթահարի մեզ, եւ այդ ժամանակ աղաղակում ենք Տիրոջը. թող ոչ մի անօրենություն չտիրի ինձ։ Սա նրա մխիթարական պատասխանն է։ Մեղքը չի տիրի ձեզ վրա։ Այն կարող է հարձակվել ձեզ վրա եւ նույնիսկ վնասել ձեզ, բայց այն երբեք չի տիրի ձեզ վրա։ Եթե մենք օրենքի տակ լինեինք, մեր մեղքերը կզորանային եւ մեզ կպահեին իրենց իշխանության տակ, քանի որ մեղքի պատիժն այն է, որ մարդը ընկնում է մեղքի իշխանության տակ։ Լինելով շնորհքի ուխտի տակ, մենք պաշտպանված ենք կենդանի Աստծուց հեռանալուց ուխտի հաստատ հայտարարությամբ։ Մեզ խոստացված է շնորհ, որի միջոցով մենք վերականգնվում ենք մեր թափառումներից, մաքրվում մեր պղծություններից եւ ազատվում սովորույթի կապանքներից։ Եթե մենք դեռ ստրուկներ լինեինք աշխատելով հավիտենական կյանքի համար, կարող էինք հրաժարվել եւ բավարարվել եգիպտացիներին ծառայելով, բայց քանի որ մենք Տիրոջ ազատ ժողովուրդն ենք, մենք քաջություն ենք ստանում պայքարելու մեր ապականության եւ գայթակղությունների դեմ, վստահ լինելով, որ մեղքը երբեք մեզ այլևս չի ստրկացնի։ Աստված ինքն է մեզ հաղթանակ տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս հավիտենից, ամեն։